Խնդիրը պահանջում է ցույց տալ, որ եթե A գումարած B-ն հավասար է C և 0-ն մեծ կամ հավասար է A անգամ C-ից, ապա A քառակուսի B քառակուսին մեծ կամ հավասար է C քառակուսու։ Շատ լավ, այստեղ որոշակի նշանակումներ է մեզ պետք լինելու անել, որպեսզի ավելի լավ կարողանանք հասկանալ, բայց առհասարակ եկեք ուղղակի գրենք այն երկու պայմանները, որոնք ունենք։ Գիտենք, որ A գումարած B-ն հավասար է C և գիտենք, որ եկեք նշենք AC-ն փոքր կամ հավասար է 0։ Շատ լավ, ահա այս երկուսը մենք ունենք ու այստեղից պետք է ցույց տալ, ահա, որ A քառակուսի գումարած B քառակուսին մեծ կամ հավասար է C քառակուսի։ Ու սա մեզ մոտ հարցական է, ահա այս կտորն է պետք ապացուցել։ Ինչպես կարող ենք դա անել։ Դե ամենապարզ ու տրամաբանական քայլը դեռ ահա այստեղ քառակուսի բարձրացնելն է հավասար է նշանի երկու մասերում ու այդտեղից հասկանալ, թե ինչ կտոր է մեզ մոտ ավելանում ու այդ կտորը գնահատել։ Շատ լավ, դա թող լինի մեր քայլ 1-ը, համարակալենք այս երկու պայմանները ու օգտագործենք։ 1-ում քառակուսի բարձրացնենք։ Ահա, երկու մասը։ Ու դրա արդյունքում ինչ կունենանք մենք, կլինի մեզ մոտ A քառակուսի գումարած 2AB և գումարած B քառակուսի, ինչը հավասար է C քառակուսի։ Շատ լավ, և մեզ պետք է ցույց տալ, որ A քառակուսի, նշենք, մեզ պետք է ցույց տալ, որ A քառակուսի գումարած B քառակուսին մեծ կամ հավասար է C քառակուսուց։ Այլ կերպ ասած, եկեք C քառակուսին ոչ թե այս հատվածում գրենք, այլ այս մասում գրենք։ C քառակուսին հավասար է սրան, ու մեզ պետք է ապացուցել, ահա այս կտորը։ Ահա։ Դա է մեզ մոտ հարցական։ Շատ լավ, դե եկեք քայլ 2-ը թող լինի այն մասը, որտեղ մենք ահա այս երկու կտորներն ենք ապացուցում, ոչ թե ապացուցում ենք, որ A քառակուսի գումարած B քառակուսին պետք է մեծ կամ հավասար լինի C քառակուսուց, այլ C քառակուսը փոխարեն գնում ենք իր ներկայացումը։ Ահա, ուստի A քառակուսի գումարած B քառակուսին պետք է մեծ կամ հավասար լինի A քառակուսի գումարած 2AB գումարած B քառակուսի, ինչը նույնն է, տեսեք, սա նշանակում է համարժեք է, այսինքն նույն պայմաններն են, նույն պնդումներն են, ինչը նույնն է, որ մենք ցույց տանք 0-ն մեծ կամ հավասար է 2AB-ից։ Ահա։ Եվ սա է մեզ մոտ հարցական, ավելի բարակ եկեք գծենք, ամեն դեպքում ավելի լավ է այսպես, ահա։ Տեսեք, քայլ 1-ից մենք այսպես պարզեցրինք, դրանից հետո եկանք քայլ 2-ը, որտեղ C քառակուսի փոխարեն իր արտահայտումը ներկայացրինք ու այստեղից էլ ստացանք այս համարժեք կտորը։ Հիմա մեզ պետք է ուղղակի ցույց տալ, որ 0-ն մեծ կամ հավասար է 2AB-ից, այդտեղից կապացուցենք մեր պայմանը ու ինչպես դա կարող ենք անել։ Դե եկեք չմոռանանք նախ, որ AC-ն մեզ մոտ փոքր կամ հավասար է 0-ից ու դա ինչ-որ ձև պետք է օգտագործել։ Բայց մենք այստեղ ունենք 2AB, մենք այստեղ AC չունենք, թե չէ դա շատ հեշտ կլիներ։ Այստեղից գալիս է մյուս միտքը, որ իսկ ինչ կլիներ, եթե մենք B-ն ինչ-որ ձև C-ով կարողանայինք արտահայտել ու A-ով ու այդտեղ միանգամից կազատվեինք անհայտից, այդ B-ից, որովհետև նրա վերաբերյալ ոչ մի տվյալ չունենք այդպես, ու որտեղից ավելի հեշտ կլիներ մեր ապացույցի կտորը։ Շատ լավ։ Իսկ դա մենք կարող ենք անել առաջին պայմանից։ Ինքն, տեսեք, մեզ պետք էր սա ապացուցել, բայց մենք B-ի վերաբերյալ տվյալ չունեինք, ուստի B-ն եթե ինչ-որ ձև կարողանանք AC-ով արտահայտել, դա մեզ շատ օգտակար կլինի։ 1-ից հետևում է, որ տեսեք, եթե A գումարած B-ն հավասար է C, համաձայն եք, որ B-ն հավասար է C մինուս A։ Դե սա ակնհայտ էր։ Այս կտորը ունենք ու մյուս մասից ունենք, որ պետք է ցույց տանք 2AB-ն փոքր կամ հավասար է 0 ու դրա հետ միաժամանակ ունենք, որ AC-ն փոքր կամ հավասար է 0։ Կամ եկեք այս կտորը չգրանք, որովհետև դա մենք հստակ չգիտենք, դա պետք է ապացուցել, բայց հետևյալի երկուսը մենք ունենք պարտադիր։ Ահա, այստեղից հետևում է, որ 2AB-ն իր հերթին հավասար է 2A անգամ
c մինուս a, ինչն էլ հավասար է 2ac մինուս 2a քառակուսի։ Ահա, և եկեք նույնիսկ այս կտորը դեռ հիմա չլինի, որպեսզի ավելի մաքուր ու ճշգրիտ լինի մեր ապացույցը։ Ահա, բայց չմոռանանք այդ պայմանի գոյության մասին։ Ու արդեն այստեղ նշենք, քանի որ 2a քառակուսին մեծ կամ հավասար է 0, դե ակնհայտ է, երկուսը դրական թիվ է, իսկ ցանկացած թվի քառակուսի մեծ կամ հավասար է 0։ Այստեղից ակնհայտ հետևում է, որ մինուս a, կներեք, մինուս 2a քառակուսին փոքր կամ հավասար է 0, ուղղակի մինուսով ենք բազմապատկում, իսկ ac-ն փոքր կամ հավասար է 0-ից, դա մեր երկրորդ պայմանն է։ Հետևում է, որ 2ac-ն նույնպես փոքր կամ հավասար է 0-ից, և այս երկուսից մեզ մոտ արդեն ստացվում է, որ 2ac-ի հանած 2a քառակուսին փոքր կամ հավասար է 0-ից, որովհետև երկու ոչ դրական թվեր իրար են գումարում, արդյունքում ստանում ենք ոչ դրական թիվ։ Ու սա դեռ մեզ մոտ նույնպես հարցական էր այս պահին, ու արդեն սրանով մեզ մոտ ապացուցվեց այն, ինչ պետք էր։ Ահա, քայլ 3-ն էլ կարող է ուղղակի ընդհանրացում լինել այս ամենի։ Ուստի 2ab-ն հավասար լինելով 2ac-ից հանած 2a քառակուսի փոքր կամ հավասար է 0-ից, որտեղից էլ հետևում է, որ a քառակուսի գումարած b քառակուսին մեծ կամ հավասար է a քառակուսի գումարած 2ab գումարած b քառակուսի, ուղղակի այստեղ զգոն եղեք, եթե նշած է 2ab ու գումարած նշանակ, դա դեռ չի նշանակում, որ սա մեզ մոտ դրական թիվ է, որովհետև մենք չգիտենք ab-ն ինչպիսին է, միգուցե ab-ն բացասական թիվ է, ու հենց դա էլ այս կտորում մենք ապացուցեցինք։ Ստացվում է, որ a քառակուսի գումարած b քառակուսի մեծ կամ հավասար է դրան գումարած ոչ դրական թիվ, որովհետև հստակ մենք չգիտենք, որ այն դրական է, ինչն էլ իր հերթին հավասար է c քառակուսի, ու սա այն էր, ինչ մեզ պետք էր ապացուցել։ Եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը, հասկանանք ինչ արեցինք, դե ունեինք այս երկու պայմանը, դրանցից պետք էր ապացուցել հետևյալը։ Դա առաջին ամենատրամաբանական քայլն էր, օգտագործել առաջին պայմանը ու քառակուսի բարձրացնել երկու մասը, որպեսզի կապ գտնենք a քառակուսի գումարած b քառակուսու ու c քառակուսու միջև։ Դա c քառակուսին հավասար էր այս գումարին, ու մեզ պետք էր ցույց տալ a քառակուսի գումարած b քառակուսին մեծ է c քառակուսից, այսինքն այս կտորն էր պետք ապացուցել։ C քառակուսի փոխարեն տեղադրեցինք իր արժեքը, ինքն դա նույնն է, որ մեզ պետք է ապացուցել այս կտորը, ինչն էլ համարժեք է, որ կրճատումներ կատարենք այստեղ ու ստացվի, որ 0-ն մեծ կամ հավասար է 2ab-ից։ Շատ լավ, եթե մենք սա ապացուցեինք, միանգամից կապացուցվեր ահա այս պնդումը։ Դրա համար մենք ինչ արեցինք, որոշեցինք, որ b-ն մեզ խանգարում է այստեղ, b-ի վերաբերյալ մենք ոչ մի պնդում տվյալ չունենք։ Դրա համար b-ն արտահայտենք a-ով ու c-ով ահա այս մեկ պայմանից, որտեղից կստանանք հետևյալ կտորը ու ունենք սա։ Ու սրա վերաբերյալ մենք դեռ չգիտենք այն փոքր կամ հավասար է 0, թե ոչ։ Այսինքն մեզ պետք էր ահա սա ցույց տալ, ինչը դեռ հարցական էր այս պահին, մենք դեռ չգիտեինք, բայց մենք գիտենք, որ 2a քառակուսին դրական է կամ գոնե ոչ բացասական է, ուստի մինուս 2a քառակուսին հաստատ ոչ դրական է, այսինքն 0 է կամ բացասական թիվ։ Ու հետո երկրորդ պայմանն էլ մեզ ասում էր, որ a-ն փոքր կամ հավասար է 0-ից, որտեղից ստացվում է, որ 2a-ն հաստատ փոքր կամ հավասար է 0-ից, ու այս երկուսի գումարը մեզ մոտ փոքր կամ հավասար է 0-ից։ Այսինքն ապացուցվեց, ու երրորդ քայլով մենք ուղղակի ընդհանրացրինք այդ ամենը, ստացվեց 2ab-ն հավասար լինելով ահա այս տարբերությանը կամ գումարին, ինչպես հարմար է ասել, կարող ենք ուղղակի ասել, այստեղ գումար է, որտեղ գումարներից մեկը բացասական նշան ունի։ Բայց եկեք սրան տարբերություն անվանենք։ Ահա այս տարբերությունը մեզ մոտ փոքր կամ հավասար է 0-ից, հետևաբար a քառակուսի գումարած b քառակուսում գումարելով ոչ դրական թիվ, այսինքն 0 կամ բացասական, մենք կամ ոչ մի բան չենք փոխում այս գումարի մեջ, կամ նրան փոքրացնում ենք։ Այսինքն սա մեզ մոտ մեծ կամ հավասար է այս գումարից, ինչն էլ իր հերթին հավասար էր c քառակուսի։ Հետևաբար մեր պնդումը ապացուցվեց ահա այս երկու պայմաններից ելնելով։ Շատ լավ, այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։